Առաջին նախագծի, երրորդ քաղաքացիների Հայաստանի քաղաքացին դրսում ապրող քաղաքացիների ընտրության իրավունքի սահմանափակման հարց է դրվում, եթե 6 ամիս ճիշտ եմ հիշում, այստեղ չի ապրել։ Դուք այս ամենը նախագիծը հիմք ընդունելով կամ առաջարկելով ո՞րն եք դրել հիմքը, պատճառը, որովհետև պետք է որ տվյալներ լինի այս ընտրությունների ժամանակ, օրինակ քանի քաղաքացի է եկել դրսից, որը անհանգստացրել է կառավարության, իշխանության, իշխող ուժին, հիմք կա տակը դրած, քանի քաղաքացի է եկել, որը սպառնալիք է եղել այս վերջակետը։ Նախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության համար սպառնալիք չեն։ Երկրորդը նախաձեռնությունը падգամավորական նախաձեռնություն է եւ կառավարությունը առաջարկություն է ներկայացրել նախագծի մասով։ Տրամաբանությունը հետեւյալն է նախագծի, որ ընտրական process-ին ընտրելու իրավունք դրա շրջանակներում ընտրելու իրավունք վերապահվի մեր այն քաղաքացիներին, որոնք ցույց են տալիս իրենց մշտական եւ կայուն կապը պետության հետ, իսկ դա հնարավոր է օրինակ եւ հատկապես Հայաստանի Հանրապետությունում բնակվելով եւ այստեղ մշտական բնակություն ունենալով ըստ էության։ Ընդ որում այս առումով բազմաթիվ են տարբեր փորձերը նաեւ միջազգային պրակտիկայում, որոնք որ ռեզիդենտության կանոնը որպես այդպեսին նախատեսում են տարբեր process-ների շրջանակներում։ Դուք գիտեք, որ օրինակ առողջության ապահովագրության process-ի շրջանակներում եւս ռեզիդենտության կանոնը կա եւ նմանատիպ մոտեցումները նաեւ մեզ թույլ են տալիս մտածելու, որ տվյալ անձը այստեղ բնակվելով ունի կայուն եւ մշտական կապ Հայաստանի Հանրապետության հետ եւ հետեւապես ավելի լայն ծավալով պիտի օգտվի բոլոր իրավունքներից, որոնք որ կա։ Հիմա պետք է ինչ-որ բանից անհանգստանայի, որ նախագիծ լինել նման։ Նախագիծը կարող է միտված լինել ժողովրդային իշխանության մասով ավելի ճշգրիտ լուծումներ նախատեսելուն եւ պարտադիր չէ, որ ինչ-որ մի բանից ինչ-որ մեկը անհանգստանա, որպեսզի այս process-ը լինի։ Այս նախագիծը հանրային պահանջի արդյունք է, որովհետեւ մի քանի ամիս շարունակ մեր քաղաքացիները անընդհատ բարձրաձայնել են նաեւ այս հարցը, որ պիտի անդրադարձ կատարվի ընտրական իրավունքին եւ հասկանանք թե որ քաղաքացիներն են, որոնք որ պիտի մասնակցեն ընտրությանը եւ ես իմ խոսքում էլ նշեցի, որ ժողովուրդը որպես իշխանության կրող եւ անձինք որպես նաեւ ընտրական կորպուսի, այսինքն տվյալ ընտրությանը մասնակից, նրանց ծավալները կարող են տարբերվել, որովհետեւ օրինակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ դու կարող ես լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այսինքն հիմնական մուտքային պայմանը կա, բայց դու կարող ես օրինակ չբավարարել տվյալ տեղական ինքնակառավարման մարմնում մշտական բնակության հաշվառման ընդհանուր առմամբ կանոնի եւ հետեւաբար չընդգրկվես ընտրություններում ընտրացուցակներում որպես քվեարկելու իրավունք ունեցող անձ։ Եվ սրանով է նաև բացատրվում, որ այս երկու եզրույթները իշխանության կրող որպես ժողովրդի ներկայացուցիչ եւ ընտրական կորպուսի մասնակից դրանք իրարից պիտի տարանջատել եւ այս նախագծով ըստ էության առաջարկվում է մշտական բնակության ցենզ նախատեսել նաև համապետական ընտրությունների ժամանակ։ Կառավարության առաջարկն այն է, որ այն լինի пассив ընտրական իրավունքի կեսի չափով, այսինքն 2 տարին վերցնենք որպես չափանիշ եւ դրա շրջանակներում եթե անձը 1 տարի մշտական բնակություն ունի Հայաստանի Հանրապետությունում, ապա կարողանա մասը կազմել սկզբում նախնական, ապա վերջնական ցուցակների եւ գնալ քվեարկության։ Կարծում եմ սա եւս մեկ կարեւոր քայլ է իրական ժողովրդային իշխանության երաշխավորման, ընդ որում ես ուզում եմ նաեւ ցրել բոլոր այն մտահոգությունները, որոնք կարող են կապված լինել նաեւ Սփյուռքի հետ, որովհետեւ նմանատիպ հարցեր քննարկվեցին։ Դու կարող ես օրինակ այս ընտրությունների ժամանակ բավարարել ցենզին մասնակցել, հաջորդ ընտրության ժամանակ օրինակ չբավարարել ցենզին եւ չմասնակցել, այսինքն այն ունի վերականգնող բնույթ որպես այդպիսին եւ յուրաքանչյուր անձ եթե ցանկանում է մշտական եւ կայուն կապ ունենալ Հայաստանի Հանրապետության հետ եւ իրացնել իր այդ քաղաքական իրավունքը կարող է այստեղ բնակվել եւ իրացնել եւ չընտրելը կոնկրետ process-ի շրջանակներում դեռևս չի նշանակում որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է իր այդ քաղաքացուց ընդհանրապես կառուցակարգեր են որոնք միտված են ընտրական process-ը իրական ժողովրդային իշխանության տրամաբանության մեջ ամրապնդել։ Տիկին նախարար, այսինքն այս նախագիծ ընտրություններից հետո հապճեպ բերվեց, որպեսզի հանրակրվեին արդեն իսկ ընդունված լինի եւ այդ փոփոխությունները գործեն։ Հապճեպ չի բերվել, քարոզարշավի ընթացքում բազմաթիվ են եղել դիտարկումները, որ այսպիսի օրենսդրական պահանջ ըստ էության կա, հանրային ակնկալիք կա եւ վարչապետը եւս անդրադարձել է այս թեմային եւ քանի որ քարոզարշավն ավարտվել է, ընտրություններն ավարտվել են, падգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի իրացնեն այն հանրային ակնկալիքը, որը որ գեներացվել է։ Նկատուն եմ արտահերթով է էլի բերվում, ոչ թե չեն սպասել նոր ձևավորվող ազգային ժողովով նոր այս հարցը բերեն
օրակարգ։ Կարծում եմ այդ հարցը падգամավորներին պիտի ուղենք, որովհետև իրենք են նախաձեռնության հեղինակները, ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ արտահերթով քննարկվում է նախագիծը, գործընկերները հասցրել են նաև հանրային քննարկում կազմակերպել նախագծի շուրջ, կան հիմնական մտքեր փոխանակված, տեսակ որ նիստի շրջանակներում նաև անդրադարձ եղավ հակասահմանադրականության թեզին վերաբերող հարցերին եւ այսպես շարունակ, այսինքն դեռևս քվեարկությանը չենք հասել, կա կարծիքների փոխանակման հնարավորություն, վստահ եմ, որ արտահերթ նիստի շրջանակներում եւս կլինեն դիտարկումներ եւ եթե падգամավորները նպատակահարմար համարեն այս կամ այն առաջարկի ընդունումը, ապա վերջնական քվեարկությանը կդնեն այդ տարբեր։ Նախարար, մի ողբերգական դեպքի եմ ուզում անդրադառնալ, ինչ տվյալներ ունի այս պահին ՆԳՆ-ն, այն Սուրենավանում, որտեղ ունեցավ 4 հոգի մոխրացել էին մեքենայում, վարկածներ կան, ինչի հետևանք է եղել, ինչ կարող եք ասել։ Իհարկե դեռևս փորձաքննության արդյունքներ չունենք եւ վաղ է որևէ վերջնական գնահատական տալ, բայց նախնական տվյալով ուզում եմ ասել, որ գազի արտահոսքի հետ գործ ունենք ըստ էության, որովհետև ունենք նաև որոշակի ապացույցներ, որոնք որ վկայել են, որ հենց դա է եղել պատճառը, կսպասենք փորձաքննության արդյունքներին, արդեն վստահ եզրահանգումների կգանք։ Ամեն դեպքում սպանության հետ գործ չունենք։ Եվ քանի որ կառավարության կազմն է ձևավորվում, արդեն եղել է խոսակցություն ձեր եւ պարոն Փաշինյանի միջև, դուք մնում եք ձեր պաշտոնին, թե փոխարինողներ է փնտրում Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը սահմանված ժամկետում կանի նշանակումներ եւ հանդես կգա հայտարարությամբ, այլ ասելիք չունեմ։ Ուզում եք մնալ պաշտոնավարել։ Այս պայմանությամբ զբաղեցնում եմ ներքին գործերի նախարարի պաշտոնը, այսքան։ Տիկին նախարար եւ կապված այս նախագծի հետ արդյոք արտահերթ ընտրությունների խոսակցություններ կարող են լինել, որպես ընդդիմությունը նաեւ այդպես էր մեկնաբանում։ Նմանատիպ խոսակցություններ այս պայմանությամբ չկան, կայացել է մեր հերթական ընտրությունները եւ ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, կան ձևավորված արդեն ընտրական process-ի շրջանակներում ուժեր, որոնք որ անցել են խորհրդարան, հնդածից նաեւ համանդրական դատան է դիտարկում բողոք եւ կարծում դրանով կեզրափակվի մնացյալ հարցերի հետ կապված որևէ քննարկում չկա այս բանը։ Շնորհակալություն։